Շարժվենք առաջ, շարունակում ենք մեր ընթացքը, թողարկման առաջին հատվածը հատկապես ուղղվածություն ուներ հստակ ֆիլմերի մասին, նաև այն մասնագիտությունների, որոնք այո ստվերում են, բայց շատ կարևոր դեր ունեն ֆիլմի ստեղծման համար եւ առասարակ դերասանի ու դերակատարման համար։ Եվ արի ուտես, որ մենք ունենք հրաշալի ու տաղանդավոր երիտասարդներ, ովքեր գուցե այսպես հստակ մասնագիտական ուղղվածությամբ չեն դառնալու կինոռեժիսորներ, բայց հետաքրքիր Բայց չեն կարող ասել։ Այո, ֆիլմ են արտադրել, ֆիլմ են նկարահանել, որի մասին մենք հենց հիմա ունենք հնարավորություն խոսելու։ Այբ դպրոցի նախագծային ուսումնառության վավերակումբ ակումբի աշակերտները ներկայացնում են, ուշադրություն խնդրում եմ, ֆիլմ «Հարմոնիկ» վավերագրական ֆիլմը նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին, մանրամասները արդեն նրանց հետ։ Իսկ մեր տաղավարում են այբ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհիներ Մարի Հովհաննիսյանը եւ Վիկտորիա Քեսայանը, բարի լույս։ Բարի լույս, շատ ուրախ ենք։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը կիսում եք մեզ հետ։ Ինչ զգացողություններ են։ Իրականում մի քիչ խառը երևի, որովհետև ըստ էության առաջին անգամ ենք այսպիսի ձևաչափում ներկայացնում ֆիլմը կամ առհասարակ այբը, ու նաև մի քիչ պարտավորեցնող, որովհետև այստեղ ենք թե ներկայացնելու այբը, թե ֆիլմը, թե ինչ որ առումով նաև ֆիլհարմոնիկը։ Ինչ կպատմեք մեզ, թե ինչպես է ծնվել այս գաղափարը, ինձ հետաքրքիր է սա արդյոք այդ դպրոցի նախագծային ուսումնառության ինչ որ պարտադիր ծրագրերից մեկն էր, որ պիտի ֆիլմ նկարահանեիք, թե տարբերակներից մեկն էր դուք պարզապես ընտրել եք ֆիլմ նկարահանելու տարբերակը։ Իրականում նախագծային ուսումնառությունը ինքնին այբ դպրոցում Արարատյան բակալավրիատ ծրագրի պարտադիր բաղադրիչն է, բայց ամեն տարի 11 ու 12-րդ դասարանի աշակերտները հնարավորություն են ստանում ընտրելու բազմաթիվ առաջարկվող տարբերակներից, ակումբներից մեկը, որի ճանապարհով կանցնեն մի ամբողջ տարի ու գաղափարները շատ են, սկսած գիտությունից մինչև արվեստ, մշակույթ, ինժեներություն եւ այլն։ Ըստ էության մենք ընտրել ենք նկարահանել ֆիլմ։ Իսկ շատ են առհասարակ ընտրում այս տարբերակը ձեզ մոտ։ Հենց ֆիլմ արտադրության։ Այո։ Որովհետև որքան տեղյակ ենք ձեր պատմությանը, շատ հազվադեպ է լինում դեպքեր, երբ նկարահանվում են ֆիլմեր, որ հենց այս տարբերակն է ընտրվում։ Իրականում, քանի որ տարբեր ակումբներ կան, շատ աշակերտներ ընտրում են ոնց որ ուրիշ ուղղվածություններ, բայց կոնկրետ մեր թիմում հենց 7 հոգի էր, ինչը այդքան է շատ չի։ Ֆիլմ արտադրության համար։ Բայց 7 հոգով կարողացել են ֆիլմ արտադրել, այն էլ ինչ ֆիլմ արտադրել, ֆիլմ «Հարմոնիկ» կոչվում է ֆիլմը։ Պատմեք գաղափարի մասին, ինչպես ծնվեց, ինչպես որոշեցիք անդրադառնալ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ ճանապարհը ինչ ստացվեց ձեզ մոտ։ Դե տարեսկզբին պիտի գաղափար ընտրենք, որը պետք էր ինչ-որ առումով լուծեր որևէ խնդիր, որը որ մենք մեր շրջապատում, հանրային միջավայրում նկատում էինք ու ըստ էության հասկանալի էր մեր թիմի համար, որ պրոդուկտը պիտի լինի վավերագրական ֆիլմ, բայց թե ինչի մասին նկարել, երևի 1 ամիս շարունակ քննարկումներ ենք ունեցել, մինչև մի օր եկանք շատ այսպիսի առաջարկով, որ 100 տարեկան է ֆիլհարմոնիկը, իսկ ինչու չվավերագրել հենց ֆիլհարմոնիկի պատմությունը ու այն ժառանգությունը, որը ըստ էության ինչ-որ առումով բացահայտելի էր դեռևս նաև մեզ համար, շատ բաներ մենք ինքներս էլ չգիտենք ու մեծ ոգևորությամբ հենց այդպես ըստ էության ինչ-որ նոր բաներ բացահայտելու նպատակով սկսվեց ֆիլհարմոնիկի, ֆիլմ «Հարմոնիկի» պատմությունը։ Ու հետաքրքիր է ընկալումները երաժշտության մասին, ընկալումները ինչու ոչ հենց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին կամ դեպի դասական երաժշտության հանդեպ սերը փոխվեց, թե ոչ։ Ինչ էր մինչ նկարահանումը եւ ինչ եք զգացել ֆիլմի աշխատանքների ավարտից հետո նաեւ։ Կարող եմ դրա մասին ասել, քանի որ մեր թիմում 7 հոգի ենք ու բոլորս շատ տարբեր ենք, ոչ մեկս երաժշտության հետ շատ մեծ կապ չունենք ու մանավանդ դասականի հետ, բոլորիս համար ինչ որ նոր բան էր ու մենք բացահայտեցինք դասական երաժշտությունը այս պրոյեկտի միջոցով, օրինակ եթե մենք առաջ տարին 1 անգամ մաքսիմում գնանք ֆիլհարմոնիկ, հիմա արդեն գրեթե բոլորս մեր ամառվա մեջ ունենք նշած այդ օրը մոտ մի 3 համերգ, որ պատրաստում ենք գնանք։ Ու ըստ էության երևի այստեղ մեզ համար ամենահետաքրքիր մասը ֆիլհարմոնիկի այդ ներքին կյանքի բացահայտումն էր, որովհետև որպես հանդիսատես մենք տեսնում ենք համերգները, բայց երևի ամենաառաջին միտքը, որ որպես
այդպես նորարար մաս մենք ուզել ենք մտցնել ֆիլմում, դա ներկայացնելն էր ֆիլհարմոնիկի աշխատանքը ոչ միայն օրինակ դիրիժորով ու երաժիշտներով, այլ այն ամեն ինչով, ինչ որ կատարվում է բեմից այն կողմ ու մենք չենք տեսնում, ու այդպես մենք սկսեցինք նկարահանումները իրականացնել այդպես պարզ տարբերակով, ուղղակի գնալ մասնակցել աշխատանքներին, տեսնել ամենաանկեղծ ձևաչափով թե այնտեղ ինչ է կատարվում ու անել մեզ համար բացահայտումներ, ամենաանկեղծ հույզերը բերել ներկայացնել առաջին պլանում, նույնիսկ այն աշխատակիցների, որոնք որ մեծամասամբ առաջին պլանում չեն երևում։ Երբ է ցուցադրվել ֆիլմը եւ բնականաբար մեր հեռուստադիտողներին հետաքրքրելու է արդյոք բաց հեռարձակման ենթակա լինելու է ֆիլմը, որպեսզի նրանք էլ կարողանան դիտել, թե ոչ։ Հենց ֆիլմի բուն ցուցադրությունը հունիսի 26-ին էր, դեռևս չենք հրապարակել, բայց մեր գլխավոր նպատակներից մեկն է հենց հանրությանը հասցնել այս ֆիլմը, որտեղ իհարկե մենք ուզում ենք ազդեցություն ունենալ հենց հանդիսատեսի վրա առաջի հերթին ու հետագայում արդեն ունենք կոնկրետ ճանապարհ, ոնց ենք հասցնելու մեր ֆիլմը, բայց դեռևս չենք կարող չեք պատմում։ Դե շատ փակագծեր իհարկե մի բացեք, բայց հույս ունենանք, որ որպես այդպիսի մեծ ցուցադրություն սպասենք գուցե ապագայում։ Այո, ցուցադրությունների սպասենք, նաև մենք ունենք որոշակի նպատակ հեռուստատեսային ձևաչափով ֆիլմը ներկայացնելու, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում նաև տարբեր պլատֆորմերում կտեսնենք ֆիլմը, բայց այս բանը այո, փակագծերը չբացենք։ Շատ լավ, քիչ առաջ ձեր խոսքի մեջ նշեցիք, որ նպատակներից մեկն էլ եղել է այն, որ ոչ միայն տեսնենք պատրաստ արդեն գեղեցիկ համերգային ծրագիրը, այլ նաև այն աշխատանքները, այն իրավիճակները, որոնք լինում են բեմից դուրս, հա, կուլիսներում կամ գուցե առօրյայում, չգիտեմ, իսկ մի փոքր կբացեք այս մասը փակագծերը, հասկանանք դուք ներկայացնում եք փորձաշրջանը, դուք ներկայացնում եք թե ինչպես են արտիստները երևի պատրաստվում համերգին, հա, ժամեր առաջ ինչով են նրանք զբաղված։ Թե ֆիլհարմոնիկի պատմությունը, քանի որ այնուամենայնիվ 100 տարվա պատմություն կա պատմելու եւ դա մի քանի րոպեի ընթացքում դժվար է տեղավորել։ Դե իրականում այս ֆիլմի հենց իմաստը է դեր, որ մենք համադրել ենք համայն, այսինքն սկզբում մենք ցույց ենք տալիս հենց ետնաբեմը, հետո ցույց ենք տալիս պատմությունը։ Ու մենք ցույց ենք տվել օրինակ ինչպես են աշխատում ավելի հենց երկրորդ պլանում ընկած մարդիկ, օրինակ աշխատանքը հենց բացահայտ չի երևում, բայց շատ կարևոր է։ Օրինակ թեկուզ նույն մարդիկ, ովքեր նոտաներն են դնում կամ մաքրում են հենց պարտերը եւ այլն, ու իհարկե ցույց ենք տալիս երաժիշտներին ու արդեն ֆիլմի մյուս մասում ցույց ենք տալիս ավելի հենց երաժշտագետներին, կոմպոզիտորներին եւ իհարկե դիրիժորներին։ Բայց երևի ամենահետաքրքիրը այստեղ այն է, որ այդ պատմական շրջանը եւ պատմականից անցումը մեր օրերին ու մեր օրյա իրականությանը բավականին սահուն է ստացվել ֆիլմում ու ոչ թե ինչ որ այսպես փուլային ձևաչափ է, որ օրինակ ստեղծումը, հետո միջին շրջանը, հետո մեր օրեր, այլ այնպիսի սահուն զարգացում է, որ ամեն ինչ այսպես հերթով մեկը մյուսի պատճառ հետևանքով գալիս հասնում է այն իրականությանը, որը որ այսօր ունի ֆիլհարմոնիկը։ Հետաքրքիր է, մենք խոսում ենք մի նվագախմբի մասին, որ ունի 100-ամյա պատմություն, իսկ դա նշանակում է, որ մենք այստեղ գործ ունենք ամուր հիմքի հետ, չէ, գաղափարի հետ, որի շուրջ հավաքված են արտիստները, ղեկավարները եւ այլն, բայց այս ժամանակաշրջանում, հա, երբ որ տարիները փոխվում են, մարդկանց մտածողությունը շատ արագ թռիչքային զարգացումներ են ունենում, ինչ փոփոխություններ օրինակ կան արդեն, որոնք նկատելի են եղել ձեզ համար ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, որ կային ժամանակի, բայց հիմա չկան կամ գուցե փոփոխվել են պարզապես։ Դե իրականում, երբ որ ուսումնասիրում ենք, նախ բացի նկարահանումներից նաև հսկայական արխիվային հետազոտություն ենք կատարել, որպեսզի ընդհանուր պատմությանը մենք էլ հասկանանք, թե ինչ ենք ուզում ներկայացնել, ինչը միգուցե ոչ, եւ այդ ամբողջ հետազոտության ընթացքում մենք մեզ համար իսկապես ապշեցուցիչ էր այն ճանապարհը, որը ֆիլհարմոնիկը անցել է ու 100 տարվա ընթացքում այն ժառանգությունը, որը որ կուտակել է, ըստ էության լինելով թե որպես մշակութային կարևորագույն կենտրոն ու թե որպես նաև հասարակությանը միավորելու ինչ-որ տարբեր գաղափարների շուրջ համախմբելու միջոց եւ երևի այս առնչությամբ եթե գանք հիմա օրինակ ինչ փոխես մեզ համար մեծ տպավորություն էր հենց ցուցադրությունը, ցուցադրության օրը ինչ էր կատարվում, երբ որ մարդիկ կային, որոնք որ 90-ականների սերունդ էին, մեր սերունդը, ու այսպես շատ
տարբեր տարիքային խմբերի լսարան ունեինք ու հենց ամբողջ ցուցադրության ընթացքում այնպիսի հույզեր կային դահլիճում, այնպիսի հիշողություններ, որոնք որ արտնացրել էր ֆիլմը, ֆիլհարմոնիկի պատմությունը, մեզ համար ըստ էության դա մեծ բացահայտում էր ու երևի նաև ամենամեծ բացահայտումը այդ սերունդներին կամրջելու գաղափարն էր, որ միմյանց ինչպես է կապում մի նվագախումբը ու նաև ցուցադրության մասին խոսելով մեզ համար մեծագույն գնահատանքը ֆիլհարմոնիկի կողմից եղավ 100 տարվան նվիրված հուշամեդալներից հենց առաջինը ստանալը, որը իրականում մենք չէինք սպասում, բավականին անսպասելի էր ու չգիտենք, որ նման հուշամեդալներ են այս տարի թողարկվել եւ մեր խումբը, վավերակումբը ստացավ այդ հուշամեդալներից հենց առաջինը, ինչը էլի մի քանի անգամ ավելի պարտավորեցնող է ֆիլմը հանրությանը հասցնելու։ Իսկ ո՞րն է ձեր բացահայտումը ֆիլհարմոնիկի մասին։ Ես կոնկրետ անձամբ իմ համար Լորիս Ճգնավորյանի հենց երբ որ ինքն էր դիրիժոր, այդ տարիների ընթացքում ես բացահայտեցի, թե ինչ մեծ գործունեություն է ինքը ծավալել ու ինչ մեծ ազդեցություն է ինքը ունեցել հենց թեկուզ Հայաստանի պատմության վրա, մշակույթի վրա ու ասենց կոնկրետ այդ նկարանումից հետո ես դուրս եմ եկել, զանգել եմ ում գիտեմ ու պատմել եմ, գիտեք Լորիս Ճգնավորյանը ինչ է արել, ինձ թվում է այդ իմ համար ամենամեծ բացահայտումն էր։ Իմ համար էլ երևի ես առաջ չէի մտածի, որ մի մշակութային հաստատություն կարող է այդպիսի մեծ ազդեցություն ունենալ ու ամենատպավորիչը հենց Լորիս Ճգնավորյանի գործունեությունն էր ու այդ շրջանը այդ հարցազրույցը շատ հուզիչ էր մեզ համար ու ըստ էության մենք երբ որ դուրս եկանք այդ նկարամից մի հատ նոր խորագիր մեր ֆիլմի համար մտածինք, չնայած ինքնին ֆիլմին խորագիր չենք տվել, բայց անընդհատ ասում ենք խորհրդայնացումից անկախացում ու մեր օրեր, որովհետև մենք սկսեցինք պատմությունը Հայաստանի խորհրդայնացումով բայց հետո բացահայտեցինք անկախացման շրջանը, ինչը մի քանի անգամ ավելի sense էմոցիոնալ էր մեզ համար, որպես նաև երևի անկախության սերունդ ու երևի հենց ըստ էության այդ շրջանն էր մեծ բացահայտում, որ ինչպես կարող է մի հատ նվագախումբ դառնա մարդկանց միավորելու միջոց։ Քանի րոպեում եք վավերագրել ֆիլմը, հա, ֆիլմի տևողությունը ինչքան է։ 37 րոպե։ 37 րոպե։ Իսկ հնարավոր է որ ապագայում հայ կինոաշխարհում կամ ֆիլմարտադրության մեջ հնչեն Մարի Հովհաննիսյանի եւ Վիկտորիա Քեսոյանի անունները։ Կա նման միտում, գուցե սա հրաշալի սկիզբ է, օրինակ, ձեզ համար նոր մասնագիտության մեջ արդեն կայանալու, հմտություններ ձեռք բերելու որպես կինոռեժիսորներ կամ օպերատորներ, չգիտեմ։ Եվ առհասարակ ռեժիսոր ունեցել եք դուք ձեր թիմում, թե չէ, 7 հոգով աշխատել եք։ Ով ինչ դերակատարում է նաև ունեցել։ Մեր թիմը ինձ թվում է դրանով է հենց առանձնահատուկ, որ մենք 7 հոգի ենք ու այդ ամեն ինչը արել ենք մենք, այսինքն թե ձայնագրել, թե նկարահանել, թե հարցազրույցներ վերցնել ենք մենք, տենց կոնկրետ ռեժիսոր չի եղել ու եթե անդրադառնամ առաջի հարցին, կոնկրետ ես դեռևս չեմ որոշել ինչով եմ ուզում զբաղվեմ ապագայում ու այս մի հնարավորություն էր, որի ընթացքում ես եկամ օպերատոր էի աշխատում ֆիլմի նկարանման ու միգուցե այդ ինձ սկսել է հետաքրել եւ ապագայում նման բան ստացվի։ Իսկ դուք Ինձ համար ըստ էության երևի շատ կարևոր է ֆիլմի արտադրության գործընթացում այն հմտությունները, որոնց մենք սովորում ենք, որոնք այս ամբողջ ընթացքում միայն իհարկե տեսախցիկի հետ աշխատելը չէր, որ մենք սովորեցինք, որովհետև սկսած այդ նյութերի հետ աշխատելիս, արխիվային հետազոտություններ անելիս, մենք այնքան բացահայտումներ ենք անում տարբեր հմտությունների առումով, կամ օրինակ երբ որ պիտի ինչ-որ հարցազրույց վերցնեինք, ստիպված ենք բանակցություններ տանել, ինչ-որ հաղորդակցման մեր հմտություններն ենք զարգացնում ու երևի հենց ընդհանուր նախագծային ուսումնառության վերաբերյալ կարևորագույն կտորը, որ մենք միշտ առանձնացնում ենք, այն է, որ մենք իրական կյանքի խնդիրների ենք առերեսվում, երբ որ օրինակ պիտի պայմանավորվածություններ ձեռք բերենք կամ ինչ-որ հետազոտություն կատարենք ու այդ խնդիրները պիտի հաղթահարենք մեծամասամբ ինքնուրույն, չնայած որ նախագծային ուսումնառության ողջ թիմը մեր կողքին է ու նաև մենք կուզենք շնորհակալություն հայտնել մեր ղեկավարին Գարեգին Պապայանին, ով այս ամբողջ ընթացքում մեզ աջակցել է սկսած այդ ադմինիստրատիվ հարցերից մինչև բուն հենց ֆիլմը վավերագրելու, ստեղծելու գործընթացը։ Մեզ մնում է ձեզ ասել շնորհակալություն, ուրախ ենք, որ ունենք նման տաղանդավոր լավ ընկերներ եւ ուրախ ենք, որ հայկական վավերագրական ֆիլմերի շարքը գալիս է եւ լրացնում է իր հետաքրքիր մտածողությամբ եւ կարեւորությամբ հենց այս ֆիլմը, որ կոչվում է Ֆիլհարմոնիկ։ Եվ ինչ կարևոր է, որ անկախության սերունդը հետաքրքրված է խորհրդայնացումից մինչև անկախություն։
Հիմա պատմությունը եւ արմատները չափազանց կարեւոր են։ Շնորհակալ ենք ձեզ, կարևոր գործ եք արել, ձեզ օրվա դրական շարունակություն ենք մաղթում, չտխրեք, որ անպամած է, վայելեք ձեր արևային եղանակը, մենք շարժվում ենք առաջ վայելելով երաժշտական տրամադրությունը։